Պարես չելենջներ, կարճ հոլովակներ ու տիկտոկյան ուղիղ եթերներ։ Դպրոցականների առօրյան այսօր դժվար է պատկերացնել առանց սոցիալական ցանցերի։ Սակայն հաճախ այդ ակտիվությունը տեղափոխվում է նաև դասարաններ։ Դեռահասներից շատերը դասերի ընթացքում նկարահանում են տեսանյութեր, մասնակցում տարբեր թրենդների կամ պարզապես ակտիվ են տիկտոկյան հարթակներում։ Մասնագետները զգուշացնում են տեսանելի հոլովակների հետևում երբեմն թաքնված են նաև լուրջ վտանգներ, խոսքը վերաբերում է հատկապես կիբերբուլինգին, անծանոթ մարդկանցից ստացվող հաղորդագրություններին եւ անձնական տվյալների հնարավոր արտահոսքին։ Այս խնդիրների համատեքստում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում քննարկվում է եւ մասնավոր եւ պետական դպրոցներում մինչեւ 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումների հնարավորությունը։ Պետք է նրանց պաշտպանվածությունը ապահովենք։ Մեդիափորձագետի կարծիքով խնդրի լուծումը միայն արգելքներով հնարավոր չէ, ավելի արդյունավետ կարող է լինել ծնողների իրազեկումը։ Բոլոր օպերացիոն համակարգերը տարածված հեռախոսային, Android-ը, iPhone-ը, ինչպես նաև Windows օրինակ համակարգիչները շատ լավ, ես նույնիսկ ասեի գերազանց ծնողական վերահսկողության համակարգեր են, որ ծնողը կարող է ինքը իր երեխայի հետ կապված ամբողջությամբ ինֆորմացիան ունենա, վերահսկի։ Վերջին շրջանում տարածված են նաև տիկտոկյան տարբեր թրենդներ, որոնցում երբեմն ներգրավում են նաև ուսուցիչներ։ Մի կողմից դա դիտարկվում է որպես փորձ երեխաների հետ նույն հարթակում հաղորդակցվելու համար, բայց մյուս կողմից առաջանում է հարց, որտեղ է կրթական միջավայրի եւ ժամանցային բովանդակության սահմանը։ Եթե դրանց սկսում են մասնակցել նաև ուսուցիչները, այդ հիմարացման գործընթացին վատ ճաշակին, դա շատ տխուր ահազանգ է, այստեղ պետք է փորձել շատ լուրջ միջոցներ կիրառել, որովհետև նման բան անթույլատրելի է։ Մի շարք երկրներ արդեն փորձում են օրենսդրական լուծումներ գտնել այս խնդրի համար։ Օրինակ Ֆրանսիայում ազգային ժողովը ընդունել է օրենք, ըստ որի մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործումը սահմանափակվում է պարտադիր տարիքային վավերացմամբ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով դեռահասների շրջանում սոցիալական ցանցերում խնդրահարույց վարքի ցուցանիշը աճել է։ Եթե 2018 թվականին այն մոտ 7% էր, ապա 2022 թվականին հասել է 11%-ի։ Մասնագետները ահազանգում են այս երևույթը կարող է կապված լինել հոգեկան առողջության խնդիրների աճի հետ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։